Պարոն Խաչատրյան, հասկանում եմ, որ ջրի թեման են քննարկում, բայց այս ինչ փոթորիկ եք անում մեկ բաժակ ջրում։ Ջրի, հա, այդ որ ասում եք 45 միլիոնը ինչի վրա եք ծախսել, կամ որ ասում եք բան, հպարտանալուց եք խոսում, կամ ասում եք սպանիչ է, խոսում եք միջոցների արդյունավետ ծախսերի մասին, նախկիններին մեղադրելու մասին եւ այլն։ Գիտեք ինչն է սպանիչ։ Այս ասեմ ինչն է սպանիչ, որ օրինակ ձեր գործընկերոջից դաշնակցական Լևոն Մկրտչյանից, ով եղել է կրթության եւ գիտության նախարար, երկարամյա ապօրինի գույքով դատախազությունը պահանջում է 26 անշարժ գույք, 7 տրանսպորտային միջոց, 1 միլիարդ դրամից ավելի գումար։ Այ դա է սպանիչ, պարոն Խաչատրյան, ինչ ունեք այդ թեմայով ասելու։ Բան չունեք ասելու բաների մասին, արդյունավետ ծախսերի մասին, բան չունեք ասելու կրթության եւ գիտության մասին, անդադ գալիս եք այստեղ բանը, որպես բանի կրթության լուսավորության ջահակիր ասպետներ, մեզ անդադ քննադատում եք կրթությունը եւ ազգային ինքնությունը ուրանալու մեջ։ Կներեք, դուք ազգային ինքնությունը հիմա ուրացել եք, թե յուրացրել եք այդ 27 անշարժ գույքով։ Այդ որտեղից Լևոն Մկրտչյանն այդ 27 անշարժ գույքը։ Պարոն Խաչատրյան, ձեր դաշնակցական բանն է եղել, երկարամյա կրթության նախարարն է եղել, որով որ հպարտանում եք։ Իշխան Սաղաթելյանից ապօրինի գույքի բռնագանձման օրենքով պահանջում են 5 անշարժ գույք, եթե չեմ սխալվում, 5 տրանսպորտային միջոց են պահանջում, Սերյան Օհանյանից գիտենք ինչ են պահանջում, բանից, էլի լիքը բան կա ասելու, պարոն Խաչատրյան, բախի չեք տենց սպանիչ ելույթներ ունենում ձեր շրջապատի անարդյունավետ ծախսերի պետության միջոցները գրպանելու մասին, հա, պարոն Խաչատրյան, ինչպես։ Տիկին Գալստյան, ես դատարան չեմ բնականաբար, բայց դատախազությունը հրապարակել է դատախազության պահանջը։ Հիմա դուք ուզում եք ասեք, որ Լևոն Մկրտչյանը չունի այդ գույքերը, իրեն չի պատկանում այդ գույքերը։ Ում է բա պատկանում, լավ Լևոն Մկրտչյանին չի պատկանում, Սերյան Օհանյանին չի պատկանում, Իշխան Սաղաթելյանին չի պատկանում, բա Ռոբերտ Քոչարյանի 200 միլիոնը ժողովուրդ ջան։ Բա Ռոբերտ Քոչարյանի 200 միլիոն, լավ, դա էլ շատ մեծ է, չեք կարա թաքցնեք։ Շնորհակալություն ազգային ժողովի հարգելի փոխնախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, սիրելի ընկերներ, ինչպես գիտեք, ես վերջերս նմանատիպ չելենջ եմ մի հատ հայտարարել, որպես մենք միասին հասկանանք, որ մինչև խորհրդարանական ընտրությունները Աննա Գրիգորյանը օրինակ կդիմի քաղաքացիական պայմանագրին միանալու համար, թե չի դիմի, չգիտեմ արդյունքում ինչ կստացվի, բայց այնուամենայնիվ, գիտեք դե Աննա Գրիգորյանը տենց սովորություն ունի, ինքը երբ հասկանում է, որ իր պատկերացմամբ ինչ-որ մի քաղաքական թիմ պետքա պարտվի և մյուսը պետքա հաղթի, ինքը այդ թիմը փոխում է, այս ընթացքում առնվազն նման հայտ չենք ստացել, անհրաժեշտ համարեցի սա բան անել, որովհետև գիտեք մեր թիմից թռել էր, գնացել էր Վայ Հակոբյանի թիմ, հետո այդ թիմով մտել էին Քոչարյանի թիմ, հետո Վայ Հակոբյանի թիմից էր թռել Քոչարյանի թիմ ու տենց, հետո վերջապես հասկացել է, թե ինչով է դա պայմանավորված, նայեցի ուրեմն դատախազության հայցերը, պահանջագիրները դատախազության, ուրեմն դատախազությունը Վայ Հակոբյանից պահանջում ընդամենը 20 միլիոն ԱՄՆ դոլար ապօրինի գույք, Ռոբերտ Քոչարյանից պահանջում է 200 միլիոն ԱՄՆ դոլարի ապօրինի գույք ու լրիվ ակնհայտ էր, որ Աննա Գրիգորյանը 20 միլիոնի ու 200 միլիոնի մեջ պետք է ընտրեր 200 միլիոնը, սա նկատի ունեմ զուտ ենթադրաբար սա կներկայացվի որպես նա ավելի հալացյալ է, էլի, այսինքն այս կոնտեքստում, որտեղ նրանից 10 անգամ ավելի շատ գումար են պահանջում, ինչև է, շատ նորմալ է, պարոն Մամիջանյան, ես անկեղծորեն ողջունում եմ ձեր համառությունը, որ դուք փորձում եք այս քաղաքական ուժին բերեք ձեր դաշտ ու փորձեք այդ իմպիչմենտի գործընթացը առաջ մղեք, բայց ես չեմ հասկանում այն, ինչ ասեմ, նայվությունը, որով դուք հանրապետական կուսակցությունը ու Արման Թաթոյանը փորձում եք ձևացնել, թե իրար հետ կապ չունեք, այն որ մի հատ կոլեկտիվում տենց կոնկրետ բան ալնում է, բոլորը գիտեն, որ այս երկու կոլեգաները միասին են հանդիպում են կամ ինչ-որ բան, բայց նրանք շարունակ ձևացնում են, թե իրար հետ կապ չունեն, ինչ-որ կսմիթներ կամ բան են թողում իրար հետ։ Հիմա լրիվ ձերն ու պարոն Թաթոյանինն է, ոնց որ Սերժի Թաթոյանը պնդում է, որ ինքը Սերժի հետ կապ չունի, տենց մեկ-մեկ իրար հետ բաներ է կանում։ Ժողովուրդ ջան, խնդրում եմ, այս իմպիչմենտի գործընթացի հարցով շարունակեք նույն համառությամբ, վստահ եմ մի օր կհասնեք Հայաստան խմբակցությունից 2-3 ստորագրության, բայց Արման Թաթոյանի ու ձեր այդ բանի մասով խնդրում եմ, էլի։ Արման Թաթոյանը Սերժ Սարգսյանի պրոտեժեն է, ասենք, ինչ էլ անի, դա իր երեսից չի կարա երբեք մաքրվի։ Սերժ Սարգսյանի փոխնախարարն է եղել, Սերժ Սարգսյանի կամակատար միպն է եղել որպես այդպիսին։ Այդ մի բեմականացումը թարգեք, այս մասով շարունակեք, իմացեք, որ պարոն Ռուբինյանը ձեր
Այս ջանքերը եւս ողջունում է, իրար հետ էս վերջերս ենք խոսել, ինքը ողջունում է ձեր այդ համառությունը, որով դուք փորձում եք Հայաստան խմբակցությունից 2-3 ստորագրություն վերցնել, բայց չգիտեմ, այն մասով թարգիկ, շնորհակալություն։ Պարոն Դանիելյան, խնդիրը գիտեք որն է, ես շարունակելով Տիկին Ղազարյանի տրամաբանությունը, խնդիրը հետևյալի մեջ է, ընդդիմությունը պետք է ի վերջո պատասխանատվություն կրի իր ասածների եւ արածների համար։ Նայեք 2024 թվականին, երբ որ Տավուշիում տեղի էր ունենում սահմանազատում, ընդդիմությունը եւ դուք մասնարարպես, բայց այդտեղ չեմ անձնավորում, ընդդիմությունը ինչ էր ասում։ Ասում էր նախ, որ հանձնվում է Հայաստանի ինքնիշխան տարածք։ Ասում էր, որ ոսկեպարի եկեղեցին Ադրբեջանի վերահսկողության ներքո է հայտնվելու։ Ասում էր, որ խաղաղություն չի լինելու, որ սա վատ է, որ Ադրբեջանը մեկը հարձակվել է մեր վրա եւ այսպես շարունակ։ Սրա սոուսի ներքո եւ հողի ներքո, ըստ Ռոբերտ Քոչարյանի պլանավորածի կամ հորդորի, դրանից մի քանի ամիս առաջ Քոչարյանը հորդորել էր arczepiskopos-ներից մեկին գլխավորել ընդդիմադիր շարժում։ Հայտնվեց arczepiskopos-ներից մեկը, որը գլխավորեց ընդդիմադիր շարժում, մեծ հանրահավաք արեցիք Հանրապետության հրապարակում, այսինքն երկիրը պահեցիք ցնցումների մեջ, ինչ որ պահ հասավ նույնիսկ եկակ ազգային ժողովը գրոհեցիք, բայց արդյունքում ինչ եղավ։ Արդյունքում եղավ այն, որ սահմանազատումը տեղի ունեցավ եւ երեք ես պարոն Արսվիկ Մինասյանի հետ բանավեճի էի Շանթի եթերում, իդեպ դեռ չի հրապարակվել, շաբաթվա մեջ կհրապարակվի, այնտեղ ռեպորտաժներ էին ցույց տալիս բանավեճին զուգահեռ, Բերքաբերից, Կիրանցից եւ ինչ էին ընդեղի մարդիկ ասում։ Ասում էին, այո, հիմա խաղաղ է եւ ուզում ենք, որ դելիմիտացիան, այսինքն սահմանազատումը շարունակվի։ Հասկանում եք, դուք պայքարում եք մի բանի դեմ, որը ոչ միայն ապացուցվեց, որ լավ բան էր, այլ ընդեղի բնակիչները, բոլորը կողքի գյուղերի բնակիչները ասում են ուզում ենք սա շարունակվի, հասկանում եք։ Իսկ Տիկին Գրիգորյանը, քանի որ շատ է ուզում, որ իրեն անդրադառնամ, պրոբլեմ չկա։ Եթե Տիկին Գրիգորյանը դուրս գա փողոց, մեկը կասի սա ԿՊ-ի ցուցակի Աննա Գրիգորյանն է, մյուսը կասի սա Վահե Գրիգորյանի կուսակցության Աննա Գրիգորյանն է, մյուսը կասի սա Քոչարյանի ուժի Աննա Գրիգորյանն է, այն մյուսն էլ կասի սա Սամվել Կարապետյանի համար ելույթ ունեցող Աննա Գրիգորյանն է։ Այդ կասեն, միշտ չի, որ ճանաչելիությունը լավ բան է։ Արտուր Բաղդասարյանն էլ բավականին ճանաչելի կերպար էր։ Ունեցել ենք, էլի կան այդպիսի մարդիկ։ Էդմոն Մարուկյանին շատերը ճանաչում են։ Միշտ չի, որ ճանաչելիությունը լավ բան է, բայց ամեն դեպքում Տիկին Գրիգորյան, եթե դուք դիմեք քաղաքացիական պայմանագրի ցուցակում ընդգրկվելու համար, բնականաբար կրկին հարցազրույցի գալուց հանդիպելու եք ինձ։ Այս անգամ կներեք իհարկե, հազար ներողություն, բայց ես խորհուրդ եմ տալու ձեզ չընդգրկել մեր կուսակցություն, որովհետև հավանականությունը, որ այդ դեպքում դուք նորից մի քանի ամիս հետո դուրս եք գալուց միանակ մեկ այլ ուժի, գնահատում եմ 99%։ Ինչու 99-ը, որովհետև միշտ մարդկանց պետք է 1% հավատ պահել նրանց, որովհետև կարող են նրանք եւ ուղղվել։ Շնորհակալություն։ Տիկին Գալստյան, ասում եք վարկաբեկում եք եկեղեցու հեղինակությունը։ Այդ վարկաբեկելով շուրջ 1.69 միլիարդ դրամի ներդրումներ է կատարել եկեղեցիների եւ վանքերի պահպանության համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Ինչ է նշանակում վարկաբեկում եք։ Ես հիմա հարց եմ տալիս ձեզ։ 1.69 միլիարդ դրամ ներդրում կատարելով վարկաբեկել է։ Ինչ է նշանակում ձեր պարտականությունն է։ Նախ մի ընդհատեք ինձ, իրարամերժ մտքեր էլ մի հնչեցրեք, այստեղից հետո այդտեղ տեղից։ Ես հիմա իհարկե ժամանակը ցավոք չի բավարարի, որ ես թվեմ օրինակ, քանի վանք եւ եկեղեցի է պահպանության արժանացել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, դեմս նախարարության։ Ոսկեվազի Սուրբ Հովհաննես եկեղեցին, Իրինդի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Այգեշատի թարգմանչած եկեղեցին, Կոբայրա վանքը, Սանահինի վանքը, Տեղի Սուրբ Գևորգ եկեղեցին, Հորոմի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին, Սոլակի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Կամարիսի Սուրբ Հովհաննես եկեղեցին, Բնունիսի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Փարփիի Սուրբ Ծիրանավոր եկեղեցին, Մարտունի Հին Կետիկի վանքը, Շատի վանքի վանական համալիրը,
Հաղպատ, ոսկեպարի, գոշավանքի, երերույքը, բջնի, կիրանցի եւ այսպես շարունակ։ Եվ այստեղ եկել եք դեմքին լուրջ լրջություն հաղորդելով Տիկին Գալստյան, կանգնում ասում եք եկեղեցին վարքաբեկում եք, այսպես են վարքաբեկում եկեղեցու հեղինակությունը, ասում եք դե ձեր պարտավորությունն է անեիք այս տարիների ընթացքում, այս չէ։ Նախորդ շնորհակալություն։ Պահի շրջանում ճիշտ եք ասում, չի կարելի ագրեսիվ հայտարարություններ անել, Տիկին Գալստյան, ես ուզում եմ ուշադրություն հրավիրել ձեր ելույթի սկզբի հատվածի ու վերջի հատվածի վրա։ Սկզբում եկաք ասեցիք, որ իմաստազուր կա, բովանդակազուր կա, որևէ խնդիր չի լուծում։ Վերջում ասեցիք, որ եկեղեցին մայրաթոռը հայտարարել է, որ ինքը ավելի խստացման կողմը եւ համաձայն է, բայց ավելի շատ խստացնենք։ Ես իհարկե մատի ու մատանու արանք չեմ մտնի եւ հարցնեմ ինչ է ինքը ավելի խիստ բովանդակազրկություն առաջարկել, բայց ես կպաշտպանեմ իմ նախագիծը եւ ես չեմ կարծում, որ բովանդակազուրկան առաջարկում եմ իսկապես կողմ քվեարկել, որովհետեւ սա մի եզակի կետ է, որտեղ հանդիպել են էլ ինդիմությունը, իշխանությունը, մայրաթոռը, բարենորոգման խորհուրդը եւ պիտի որ հաշտ լինեին։ Գործընկերս Ջուլիետա Ազարյանը խոսեց 1 միլիարդ ներդրման մասին վերջին տարիներին կառավարության եկեղեցաշինության ոլորտում 1 միլիարդ դրամը 3 միլիոն դոլարը գիտեք ինչքան է հարկելի գործընկերներ ճիշտ այնքան ինչքան դաշնակցական Լևոն Մկրտչյան գողացել է պետությունից դրամային արտահայտությամբ ու եթե ինքը մեր բախտը բերել է որ ինքը ոչ թե մշակույթի նախարարն է եղել, չգիտեմ բախտ բերել իհարկե այստեղ մի քիչ ճոխ բառը, այլ կրթության նախարարն է եղել, դպրոցներից է գողացել, ոչ թե հուշարձաններից այդ 3 միլիոն դոլարը։ Ու ես օրինակ չգիտեմ արդյոք այդ 26 անշարժ գույքի մեջ եկեղեցիներ կան, որոնք ապօրինի գույք են հանդիսանում Լևոն Մկրտչյան պատկանող, բայց վստահ եմ, որ կրթական ոլորտի ինչ որ կազմակերպությունների եւ հաստատությունների հաշվին է դա տեղի ունեցել։ Ուղղակի այդ առումով եմ ասում, որ եթե չկան, որ դուք ասում եք չկան նման նախադեպեր, չկան, որտեղ ոնց որ ձեր ներկայացուցիչը այդտեղի նախարար չի եղել։ Եթե լիներ, կարող է լիներ։ Շնորհակալություն։ Ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ, հարգելի գործընկերներ եւ շատ սիրելի հայրենակիցներ։ Նախ ելույթի սկզբում պարոն Մամիջանյան ուզում եմ ձեզ ասել, որ մենք ոչ իմպիչմենտին ենք դեմ, ոչ փողոցային պայքարին։ Ուղղակի ասում ենք իմաստ չկա, որովհետև դուք բազմաթիվ փորձեր արել եք եւ մենք տեսել ենք, թե ինչով է այն ավարտվել։ Խնայում ենք ձեզ ուղղակի։ Հարգելի հայրենակիցներ, սիրելի գործընկերներ, որոշում եմ կայացրել ինքս ինձ համար, որ այս ամբիոնից այսուհետ խոսելու եմ մեր կատարած աշխատանքների մասին, որովհետև անդրադառնալ ընդդիմության առաջ քաշած թեզերին, մեկնաբանել նրանց ասելիքները, մեղմ ասած ժամանակի վատնում կլինի, որտև ինչպես նախորդ հարցազրույցներից մեկում վարչապետը նշեց, փոփոխվող աշխարհում չփոխվելը խնդիր է, իսկ այո, ընդդիմադիր գործընկերների գործելավոճը եւ իրենք ընդհանրապես մեծագույն խնդիր են, որովհետև այս տարիների ընթացքում որևէ փոփոխություն նրանց մոտ չարձանագրվեց, ցավոք։ Հարգելի հայրենակիցներ, եւս մեկ անգամ ուզում եմ այս բարձր ամբիոնից բոլորս միասին փաստենք շատ կարևոր մի իրականություն։ Հայաստանի Հանրապետությունն այսօր խաղաղ է։ Հայաստանի Հանրապետության սահմաններում 2 տարուց ավելի է չունենք զոհեր։ Կարծում եմ, սա ուղիղ առնչվում է բոլորիս հետ եւ խնդրում եմ մի պահ հայացք գցենք տարածաշրջանում կատարվող իրադարձություններին եւ առհասարակ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին եւ արձանագրենք, որ մենք այսօր ունենք շատ մեծ ու կարևոր ձեռքբերում խաղաղությունը։ Եվ խաղաղությունն է հիմք դարձել, որ մեր երկիրը այսօր զարգանում է։ Խաղաղությունն է հիմքեր ստեղծել, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում գործում է առողջապահության ապահովագրության համակարգը, որի շրջանակներում բուժում են ստանում հազարավոր մեր շատ սիրելի հայրենակիցներ։ Խաղաղությունն է հիմք ստեղծել, որ մենք կարողանում ենք մեր երկրում կառուցել մանկապարտեզներ եւ դպրոցներ, որոնց ես երազանքների դպրոցներ եւ մանկապարտեզներ եմ անվանում։ Խաղաղությունն է հիմք ստեղծել, որ մենք կարողանանք այսօր
օրենքում փոփոխություններ կատարել եւ մեր զինվորները ծառայեն ոչ թե 2 տարի, այլ տարի 6 ամիս։ Այս փոփոխություններն ու դրական արձանագրումները ես կարող եմ ժամեր շարունակել, բայց ժամանակը եւ ֆորմատը թույլ չի տալիս։ Այնպես որ սիրելի հայրենակիցներ, ես վստահ եմ, որ խաղաղության օրակարգը բացարձակապես ձեր աջակցությունը ունի եւ դուք այդ ամենը քվեի տեսքով մեզ ցույց եք տալու առաջիկա համապետական ընտրություններում։ Ես գիտեմ, որ ինչպես մենք, այդպես էլ դուք մեր կողքին եք։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, սիրելի հայրենակիցներ, ձայնս մի քիչ քաշված է։ Ներող կլինեք, անցած հանգստյան օրերին մենք գտնվում էինք Տավուշի եւ Լոռու մարզերում ներկուսակցական քարոզարշավի շրջանակներում եւ ես ուզում եմ ձեզ հետ կիսվել մի պատմությամբ, մի խոսակցությամբ, որը տեղի ունեցել նոյեմբերյան քաղաքում, ուրեմն մարդկանց հետ զրուցելիս իրենք բարձրացրեցին 16 միլիոն դրամով տներ կառուցելու պետական ծրագրի վերականգնման հարցը, ասեցին, որ բազմաթիվ մարդիկ չեն հասցրել օգտվել այդ շատ լավ ծրագրից եւ օրինակ վերեցին Կողբ բնակավայրը, ասին հենա Կողբում 200-ից ավել, եթե չեմ սխալվում 240 բնակարան է կառուցվում եւ դրանց կեսը կամ կեսից ավելին կառուցում են դրսից եկածները դուրս ասելով այս դեպքում նկատի ունեին Հայաստանի այլ բնակավայրերից կամ կողքի գյուղերից կամ մարզկենտրոնից, մի խոսքով, երբ ես հարցեցի իսկ ինչի մարդիկ չեն դիմել, չէ՞ որ գյուղի հաշվով սահմանափակում չի եղել, ի թիվս այլ պատճառների, ասենք մեկը ընդհանրենք ամուսնացած չեն եղել, դա պարտադիր պայման է այդ ծրագրից օգտվելու համար կամ հարմար հողագտոր չեն ունեցել, մի ապշեցուցիչ պատճառել նշեցին մարդիկ, ասացին, որ այն ժամանակ ընդդիմությունը լուրեր էր տարածում, թե հես այդ հողերը հանձնվելու են եւ մարդիկ վախենում էին, որ այդ հողերը պետք է հանձնվեն եւ այդ վախից ելնելով չեն դիմել այդ ծրագրին, որ անիմաստ չչարչարվեն ու ծրագիրը փակվել է, մարդիկ էլ այդ շանսից զրկվել են։ Սա ուղղակի մի դրվագ է, թե ինչ աստիճանի վնասակար, այդ թվում եւ ֆինանսական իմաստով, նյութական իմաստով, ոչ միայն բարոյահոգեբանական, այլ ֆինանսական, նյութական իմաստով ինչ այսչանի վնասակար կարող լինի մեր ընդդիմադիրների խոսույթը եւ տարածած ստերը։ Սիրելի հայրենակիցներ, Կողբ բնակավայրի, մյուս բոլոր գյուղերի բոլոր են բնակիչները, որոնք ահա այդ պատճառով չեն օգտվել այդ ծրագրից, շատ հանգիստ կարող են այդ գումարը պահանջել կոնկրետ այն ընդդիմադիրից, ումից որ լսել են, որ իրենց գյուղը հանձնվելու է եւ հավատացել են եւ դրա համար չեն դիմել։ Թող հիշեն, որտեղ են դա կարդացել, կոնկրետ ով է ասել, հաստատ իրենց համար 16 միլիոն դրամի մեծ փող չի։ Եվ այդ գումարը պահանջեն մեր այ սիրելի ընդդիմադիրներից։ Նաեւ տեղյակ պահեմ, որ գումարը պահանջելուց եւ ստանալուց հետո էլի ում որ հերթը չհասնի, կառավարությունը հիմա դիտարկում է նաև այդ ծրագրի համար չափորոշիչները մշակում, որպեսզի ավելի մեծ արդյունավետությամբ այդ ծրագիրը եւ ավելի թիրախային ազդեցությամբ վերականգնի։ Մի հավատացեք ամեն տեսակի ստերի, շնորհակալություն։ Տիկին Դավոյան համեցեք։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ։ Ուզում եմ շատ կարճ անդրադառնալ վերջերս մեր շրջայցից մարզերում, մեր ներկուսակցական քարոզարշավներ, սակայն մենք նաև շրջում ենք քաղաքներում, բնակավայրերում եւ խոսում մեր քաղաքացիների հետ։ Եվ ես ուզում եմ այստեղ կիսվել իմ տպավորություններով ընդդիմադիր գործընկերների հետ հիմնականում, ասել, որ հարգելի ընդդիմադիրներ, ձեր այսքան ջանքերը այս ամբիոնից եւ տարբեր ամբիոններից բացվում է հիմնականում իզուր են։ Իզուր են ձեր ջանքերը այն ուղղությամբ, որ դուք տանում եք ամեն կերպ վարկաբեկելով խաղաղության գործընթացը։ Ցավում եմ, բայց պիտի դուք տեղյակ լինել այդ նորության մասին։ Քաղաքացիներին ընդհանրապես այստեղ կատարվող ոչինչ չի հետաքրքրում, որտեղ հողի վրա իրենք տեսնում են խաղաղությունը եւ խաղաղության հետ կապված բոլոր դրական փոփոխությունները, որոնք կան եւ որոնք պիտի ավելի զարգանան։
Ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ ի ցավ ձեզ, չգիտեմ, երևի ցավ կապրեք, բայց ես մարզերում նորից վերջապես ֆիքսեցի, վերջնական հասկացա, որ ընդդիմության խոսույթը մեր քաղաքացիներին հիմնականում չի հասնում։ Եվ ի ցավ ձեզ եմ ասում եւ ի ուրախություն բոլորիս, որ մարդիկ այս մտածածին իրականությունից դուրս են, որ խաղաղությունը մեզ պետք չէ, որ այսպիսի խաղաղությունը մեզ պետք չէ եւ երկիրը կործանվում է, երկիրը պիտի փրկեն ինչ որ անձինք իմպիչմենտով, ինչպես նոր մեր գործընկերներից մեկն ասեց եւ տարբեր այլ գործիքակազմով։ Քաղաքացիները ապրում են մի իրականության մեջ, որտեղ տեսնում են բազմաթիվ կատարված աշխատանքներ, տեսնում են ճանապարհներ, դպրոցներ, մանկապարտեզներ, ջրագծեր, այս վերջերս արդեն հեծի հետ կապված, հոսանքի հետ կապված բազմաթիվ խնդիրների լուծումներ եւ այն կեղծ օրակարգը, որ ընդդիմությունը անընդհատ առաջ է քաշում, մեր քաղաքացիների մոտ չկա։ Ես շնորհակալ եմ մեր քաղաքացիներին, որոնք մեզ քննադատում են մեր հանդիպումների ժամանակ եւ իրենք վերցրել են իրենց վրա ընդդիմության դերը եւ հավատացնում եմ ձեզ, որ մենք շատ գոհ ենք, որ մեր ընդդիմախոսները մեր քաղաքացիներն են, նրանք ավելի սրտացավ են, նրանք ավելի սրտացավ են, նրանք ավելի ճիշտ են քննադատում մեզ եւ ավելի իրատեսական են նրանց բոլոր գնահատականները։ Հետևաբար, հարգելի գործընկերներ, ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ այն բոլոր թեզերը, որ այս 5 տարիների ընթացքում այստեղից բերեցիք եւ ձեզ կոտորելով սկսեցիք համոզել, որ չէ, այս իշխանությունները կործանում են մեր երկիրը, ուզում եմ ձեզ վատ լուր հայտնել։ Քաղաքացիները այդ լուրերի հետ որևէ առնչություն չունեն եւ որևէ կերպ չեն ընկալել։ Նրանք ընկալել են միայն մեր խաղաղության օրակարգը եւ այն դրական փոփոխությունները, որոնք տեղի են ունենում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ։ Վերջին շրջանում քաղաքական դաշտում հաճախ է քննարկվում հնարավոր Գյումրի 2 սցենարը եւ այս ամբիոնից եւս կամ ազգային ժողովում եւս այդ թեման հաճախ քննարկվում է, բայց հիմնավորապես ընդդիմությանը պատկանող մեդիատիրույթում հնարավոր է դարձրել այս հարցի քննարկումը տեղափոխել մի դաշտ, որտեղ հիմնավորապես սկսել է քննարկվել, թե ինչքանով է օրինական կամ օրինականության շրջանակներում տեղավորվում հետընտրական process-ում կազմել դաշինքներ, մի բան, որը բնականաբար քաղաքացիական պայմանագիրը եւ գործող իշխանությունը ոչ հերքում է, ոչ այդ իրավունքը փորձում է վերցնել կամ այդ իրավունքից զրկել ընդդիմությանը, իսկ իրականությունը հետեւյալում է եւ սրա մասին թերևս հաճախ քննարկվել է, բայց թերևս կրկնում եմ մեդիատիրույթում այս իրողությունը անցել է երկրորդ պլան, իսկ իրականությունը կարողանում է հետեւյալում, որ մեր այս մասին, այս թեմայի մասին հնարավորինս շատ խոսելը պայմանավորված է այն ռիսկերով, որը որ տեղի ունեցավ Գյումրի քաղաքում։ Իսկ ինչ տեղի ունեցավ Գյումրի քաղաքում, մի քանի ընդդիմադիր քաղաքական ուժեր ամբողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում ոչ միայն չէին հանդես գալիս որպես իրար համակրող ուժեր, այլ հնարավորինս փորձում էին իրենց դիրքավորել որպես իրար միջև խնդիրներ ունեցող քաղաքական թիմեր, խոստանում էին, երդվում էին, որ որևէ կերպ որևէ պարագայում ընտրություններից հետո չեն միավորվի եւ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։ Եվ ըստ էության հենց սա է հիմնական մտավախությունը մեր քաղաքական ուժի համար, այն է, որպեսզի անենք հնարավորը, որպեսզի մեր հանրությունը որևէ պարագայում չմոլորեցվի եւ չխաբվի։ Եվ ես կարծում եմ, որ նույն իմպիչմենտի այս գործընթաց կոչվածը, նույն Հայաստան խմբակցության դրան չմիանալը, չգիտեմ, Արման Թաթոյանի, Սերժ Սարգսյանին քննադատելը եւ մնացած բոլոր այս գործընթացները մեր հայրենակիցները, մեր քաղաքացիները պետք է հենց այս համատեքստում
դիտարկեն։ Եվ ուրեմն սիրելի հայրենակիցներ, կլինի դա մեր ձևով շարժումը, Ռոբերտ Քոչարյանը եւ ընկերները, Սերժ Սարգսյանը եւ ընկերները, Դաշնակցությունը, Արման Թաթոյանը, Գագիկ Ծառուկյանը եւ մնացած փոխկապակցված անձինք, իմացեք, որ քվեարկելով իրենցից որևէ մեկի կողմ, դուք քվեարկում եք համընդհանուր ռոբասերժական ընդդիմության համար։ Շնորհակալություն։ Մեծարգո փոխոսնակ, հարգելի գործընկերներ, մեզ հետևող սիրելի քաղաքացիներ, հաճախ ենք խոսում, որ գիրանցը կարող է դիտարկվել որպես մեր իրական անկախության սիմվոլներից մեկը, բայց ես կարծում եմ լավագույն սիմվոլներից մեկը կարող է լինել ոսկեպարի եկեղեցին։ Պարոն Դանիելյան, հիշել ենք ձեզ մեր ներկուսակցական քարոզարշավի ժամանակ, երբ որ ոչ միայն ոսկեպարի եկեղեցում էինք, ինքը տեղում էր, այն է, որ հասնելիս ոսկեպարի եկեղեցի, անցնելով օրինակ ոսկեպարի մոտով Վաղանիսի, մենք տեսնում ենք հարյուրավոր կառուցվող տներ, ոսկեպարում մասնավորապես 56-ը, Վաղանիսում 59-ը, այսինքն 0-ից կառուցվում են թաղամասեր, եւ սա մի բան էի ցույց դնում։ Սիրելի ընդդիմություն, դուք պարտվել եք արդեն այս պահին։ Ընտրությունները չսկսված պարտվել եք, որովհետև քաղաքացիները խաղաղություն կառուցում են մեզ հետ։ Մենք բանակցում ենք, քաղաքացիները կառուցում են տներ, թաղամասեր։ Ուզում եք հազարավոր անգամ կրկնեք, որ սա խաղաղություն չի, հրադադար է։ Քաղաքացին չի հավատում։ Պարոն Դանիելյան, վերադարձել եք ոսկեպար, այդ մարդկանց հետ խոսել եք։ Ինչ էր այսով, ես զարմանում եմ։ Սիրելի քաղաքացիներ, այսօր EVN Report-ը հրապարակեց հերթական հարցումները, որոնք ինձ համար նորություն չէին, զարմանալի չէին, որովհետև մենք չենք կտրվում իրականությունից։ Եվ սիրելի քաղաքացիներ, մեր վարկանիշը 3 անգամ ընդդիմության վարկանիշը միացին վերցրած ավելին է։ Սա մի բան է նշանակում։ Երբ ես ասեմ դուք պարտվել եք, սա նրա մասին է նաև, որ դուք փողոցային պայքար գեներացնել չեք կարողանում, որովհետև անընդհատ ստելով, վախը փորձելով դարձնել քաղաքական կապիտալ, դուք չեք կարող այսպես հավերժ, այդ ոճը հավերժ չի կարող լինել։ Մեկ անգամ վախեցրիք, հիշում եմ, ԱԺ-ի դիմաց ցույցեր, ինչ որ մի կեղծ փաստաթուղթ էին շրջանառել, իբր մենք Սյունիքն ենք տալիս, Սյունիքը դեմիլիզացվում է, հա լավ, մի անգամ վախից դուրս եկան փողոց, ոսկեպարը, Կիրանցը, հա լավ, ինչքան։ Մեր քաղաքացիները մեր շփումների ժամանակ որպես մեծագույն ձեռքբերում նշում են խաղաղությունը։ Ու դա այդպես է։ 1000 անգամ ասեք խաղաղություն չի, հրադադար է։ Չեն հավատում։ Եվ չեն հավատում, դրա համար կառուցում են։ Եթե մի գրամ անգամ կասկած լիներ, որ դուք կարող եք մի քիչ ճշմարիտ լինեք, դա տեղի չէր ունենա։ Եվ ես շնորհակալ եմ մեր քաղաքացիներին այս համագործակցության համար, որովհետև խաղաղությունը անհնար կլիներ առանց մեր քաղաքացիների հետ մեր ամենօրյա աշխատանքի, համագործակցության, վստահության քվեի։ Եվ ես նկատում եմ, որ արտախորհրդանական ուժերից մի քանիսը կողմնորոշվել են եւ առաջ են տանում սոցիալական հարցերը, որովհետև արտաքին հարցերում նրանք ավելի լավ առաջարկ չունեն, դուք էլ չունեք, դրա համար այսօր էլ երեգել այս ամբիոնից խոսում եք բացառապես սոցիալական հարցերից, իսկ դրանք կշտկվեն, ինչպես բարձրացրինք թոշակը, արեցինք ապահովագրությունը, խաղաղությունը միջավայր է, որտեղ դրանք շարունակական բնույթ են ունենում։ Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, այս օրերին աշխարհում եւ մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները եւս մեկ անգամ վկայում են խաղաղության կարեւորության մասին եւ առավել ընդգծում այն ջանքերի արժեքները, որոնք միտված են կայուն ու երկարաժամկետ խաղաղության հաստատմանը։ Այսօրվա զարգացումները ցույց են տալիս, որ նույնիսկ երկկողմ կոնֆլիկտը կարող է վերածվել բազմակողմ պատերազմի եւ պետությունների ղեկավարներից եւ կառավարություններից պահանջվում են խոհեմ ջանքեր ու պատասխանատու քաղաքականություն սեփական երկիրը պատերազմի թատերաբեմից հեռու պահելու համար։ Սիրելի հայրենակիցներ, մեր կառավարության վերջին տարիների ջանքերը հենց դրան են միտված։ Իրական Հայաստանի խաղաղության խաչմերուկի հիմքում խաղաղությունն է, որը պետք է ապահովի մեր երկրի կայուն, անվտանգ եւ դինամիկ զարգացումը։ Սակայն ինչպես բազմիցս եմ նշել, խաղաղությունը Հայաստանում թշնամի ունի իդեմս որոշ շրջանակների։ Եթե մենք լսենք դրանց հորդորներն ու գործենք այնպես, ինչպես իրենք էին պահանջում, ապա համոզված եղեք, որ Հայաստան այսօր կլիներ գլոբալ պատերազմի թատերաբեմում որպես հակամարտող կողմ եւ այդ պատերազմից դուրս կգար պետականության կորստով։ Եվ քանի որ նրանց համար առաջնային է ոչ թե Հայաստանի պետականությունն է, այլ սեփական իշխանությունը, իսկ խաղաղությունն այդ իշխանությանը հասնելու ճանապարհին կանգնած մեծ խոչընդոտ է, ապա նրանք
ամեն ինչ արել եւ անում են Հայաստանին կոնֆլիկտի մեջ ներքաշելու, դրա միջոցով հերթական անգամ իշխանություն զավթելու եւ երկիրը որպես գործիք երրորդ երկրների շահերին ծառայեցնելու համար։ Սիրելի հայրենակիցներ, անկասկած մենք այս սցենարը թույլ չենք տալու։ Խաղաղության հասնելու ճանապարհին մեր կառավարությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավորությամբ լուրջ արդյունքներ է գրանցել։ Այսօր Հայաստանն ապրում է փաստացի խաղաղության պայմաններում եւ անկախ կոնկրետ շրջանակների ցանկություններից մեր քաղաքականության նպատակն է ձեզ հետ միասին այդ խաղաղությունը դարձնել կայուն, մշտական եւ երկարաժամկետ, բացելով Հայաստանի եւ նրա քաղաքացիների համար զարգացման նոր պատմական դարաշրջան։ Շնորհակալ եմ։ Ուրեմն այսօր առավոտյան լուր եմ կարդում Նախկին պատգամավոր Էրնեստ Սողոմոնյանից հոգուց Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի Հյուսիսային պողոտայում գտնվող երկու բնակարան։ Ասում եմ, ով է Էրնեստ Սողոմոնյանը, չէի ճանաչում, նորմալ է, կարող եմ չճանաչեմ։ Մտա ստուգեցի, տեսա, որ Էրնեստ Սողոմոնյանը եղել է նախկին այո պատգամավոր Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ է եղել։ Իդեպ Բարգավաճ Հայաստան կուսակցության մասին եւ Գագիկ Ծառուկյանի ես ոնց հասկանում եմ, այս Նոյան Տապանն էլ ապօրինի գույքով անցնելուց լինելու։ Դե հաշվի առնելով այս Նոյան Տապանի անձնակազմը, որ հիմա գնում է այնտեղ, իդեպ ինձ թվում է Գագիկ Ծառուկյանին ասել են, որ ինքը տրոյական ձի սարքի, ինքը որոշել է Նոյան Տապան սարքի։ Խառնել։ Այնինչ, այո, այնինչ բովանդակությունը լրիվ տարբեր է։ Իբն է։ Չնայած նպատակը հասկանալի է, որ պիտի տրոյական ձի լինի, հաշվի առնելով անձնակազմից, որ այնտեղ է գնում։ Դա ոչ թե Նոյան Տապան, այլ տրոյական ձի, ու վերջում իրոք պարզվել է, որ այդ Նոյան Տապանը ինքը ապօրինի գույքով անցնում է։ Հա, բայց հետո ինչ պարզվեց, որ Էրնեստ Սողոմոնյանը Ռոբերտ Քոչարյանի նախկին գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հայրն է, որը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքով Հյուսիսային պողոտայում երկու բնակարան ունենալու վերաբերյալ։ Հիմա գնացին, պարոն Խաչատրյանը գնաց, ես ուզում եի նաև այս մասին հարց տալ։ Լավ, ասենք Լևոն Մկրտչյանին իրեն չի պատկանում։ Բա Ռոբերտ Քոչյանի 200 միլիոնը ում է պատկանում։ Իրան չի էլի պատկանում։ Բան Սերյան Օհանյանի բանը ապօրինի գույքը, որը որ դատախազությունն է էլի բազմաթիվ անգամներ դրա մասին խոսել է, էլի իրան չի պատկանում, բա ում է պատկանում։ Իշխան Սաղաթելյանի ապօրինի գույքը ում է պատկանում։ Եվ այսպես շարունակ, այսինքն ոչ մեկինը ոչ մեկին չի պատկանում։ Լուրջ եք ասում, կամ Գառնիկ Դանիելյանը գնաց ափսոս։ Ուրեմն 16 միլիոնի ծրագրով մինչև այս պահը հաստատվել է 2319 տուն։ 16 միլիոնի ծրագրով վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում կառուցվել է 2300, այսինքն հաստատվել է այդ վարկերը գումարը 2319 տուն, որից օրինակ Տավուշը առաջատարն է 1530 տուն Տավուշում, 225 տուն Սյունիքում, 311-ը Վայոց ձորում, 108-ը Գեղարքունիքում, 145-ը Արարատում։ Հիմա օրինակ Ռոբերտ Քոչյանից պահանջվող 200 միլիոն թալանը, եթե օրինակ ուղղվեր այս 16 միլիոնի ծրագրով տներ կառուցելուն, համարյա 5000 հատ sense տուն կարելի էր կառուցել Հայաստանի սահմանամերձ գյուղերում, բայց դա չի կառուցվել։ Այդ գյուղերը դատարկված են մնացել, մինչև այն պահը, երբ որ կառավարությունը որոշել է, որ այս քաղաքականությունը իրականացնի։ Օրինակ, ես ավարտելով, ես իմացա, որ եւ դա շատ տպավորիչ էր, որ բազմաթիվ գյուղերում, Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում, այդ բնակարանների առյուծի բաժինը սկսվել է կառուցվել սահմանազատումից հետո։ Ու սա է եղել քաղաքացիների արձագանքը սահմանազատմանը։ Սրանից ավելի դրական արձագանք սահմանազատմանը ուղղակի չի կարող գոյություն ունենալ։ Եվ սրանից ավելի, այսպես շարաչուն ապտակ ընդդիմության քաղաքականությանը էլի չի կարող լինել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ։ Հայաստանի անկախությունից ի վեր առաջին անգամ մենք ավելի քան 20 ամիս սահմանին զոհ չունենք։ Սա պարզապես վիճակագրական տվյալ չէ, սա մարդկային կյանքերի փրկությունն է, մայրերի խաղաղ գիշերներ եւ մեր պետության կայունության կարևոր ցուցանիշ։ Սա քաղաքական կամքի, պատասխանատու կառավարման եւ խաղաղության օրակարգի արդյունք է։ Պատմության մեջ առաջին անգամ Հայաստան է այցելել Միացյալ Նահանգների փոխնախագահը։ Սա պատմական այց էր։ Սա հստակ քաղաքական գնահատական էր Հայաստանի Հանրապետության աճող հեղինակությանը, ինչպես նաև հստակ քաղաքական ուղերձ էր։
Հայաստանի Հանրապետությունը դիտարկվում է որպես արժանահավատ եւ կանխատեսելի գործընկեր։ Ամերիկյան տեխնոլոգիական խոշոր ընկերությունը պատրաստ է մինչև 4 միլիարդ դոլարի ներդրում իրականացնել Հայաստանում արհեստական բանականության գործարան հիմնելու նպատակով։ Սա նշանակում է աշխատատեղեր, բարձր վարձատրվող մասնագետներ, տեխնոլոգիական թռիչք։ Առաջին անգամ 65 տարին լրացրած քաղաքացիները ստանում են անվճար առողջապահական ապահովագրություն։ Սա պետության պատասխանատվությունն է իր ավագ սերնդի նկատմամբ։ Գրեթե ամեն օր դպրոց կամ մանկապարտեզ է բացվում, կառուցվում եւ հիմնանորոգվում են հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ, հազարավոր կիլոմետր ճանապարհներ վերանորոգվում են։ Սահմանամերձ գյուղերում պետության ֆինանսավորմամբ կառուցվում են հազարավոր տներ։ Վերջին 5 տարիների ընթացքում միջին տնտեսական աճը կազմել է շուրջ 7.5%։ Սա պարզապես թիվ չէ, սա աշխատող տնտեսություն է, աճող հնարավորություններ են, բարձրացող եկամուտներ։ Ապրիլից կենսաթոշակները կբարձրանան 10,000 դրամով, պահպանելով նաև ետվճարի համակարգը, եւ յուրաքանչյուր տարի կենսաթոշակները կվերանայվեն գնաճին համապատասխան։ Սա սոցիալական պաշտպանության հստակ քաղաքականություն է։ Այսօր Հայաստանի քաղաքացին կարող է ազատ արտահայտել իր կամքը, առանց վախի, առանց բռնության, առանց ճնշման։ Մարդիկ զգում են ազատությունը, մարդիկ զգում են խաղաղության հաստատված արժեքը։ Եվ հենց այս առաջընթացի պայմաններում մեզ փորձում են փրկել։ Ումից են փրկում, ինչ վտանգից են փրկում, ինչու են փրկում։ Խոսում են ինքնության կորստից, բայց մեր ինքնությունը մեր պետությունն է։ Ազատ ինքնուրույն պետության հետ են համագործակցում։ Լիարժեք անկախ պետության վստահում են եւ համագործակցում են։ Ինքնիշխան հզոր պետության հետ են հաշվի նստում։ Սիրելի քաղաքացիներ, գնահատեք պետականությունը, պահպանեք այն, ամրապնդեք այն, եւ մենք միասին կշարունակենք զարգացնել, հզորացնել մեր Հայաստանի Հանրապետությունը։ Ամեն անգամ գերբնական զարմանք ես ապրում, երբ որ ինչ-որ հանրապետական խոսում է ընտրակեղծարարությունից, կարողանալով զսպել ծիծաղը։ Եվ երևի դա նրանից է, որ հույս ունեն, որ անցած ընտրություններին կարող էին ընտրություններին մասնակցել նրանք, ովքեր ծնվել են 2003-ից հետո, եւ օրինակ 2008-ի ողբերգության եղել են 5 տարեկան։ Հիմա ընտրություններին կարողանալու են մասնակցել նրանք, ովքեր ծնվել են 2008-ից հետո։ Եվ իրանց հույսն է, որ այս ընտրողները չեն լսի, չեն իմանա ինչա տեղի ունեցել 2003-ին, 2008-ին, 2012-ին, 2017-ին եւ այսպես շարունակ, բայց սրա մասին չի խոսքը։ Այսօր այս ամբիոնում զավեշտալի զուգադիպությամբ տեղի ունեցավ մաս կուսակցության ծնունդը եւ հանրապետական կուսակցության քաղաքական մահը։ Լավ, շանս ունենաս մտնել առանց հաղթահարելու անցողիկ շեմը, մտնել ազգային ժողով ու 5 տարի ունենաս, որ այդ շանսը վերածես քաղաքական կապիտալի, ու այդ 5 տարին ծախսես խոսելուց իմպիչմենտից, որ հետո դա այսօր ավարտվի, այստեղ դրա անժամկետության մասին հայտարարելուց ու ընտրություններից հետո անցկացնելու հնարավորությունից։ 5 տարի ժամկետ ունենաս քո բախտը օգտագործելու, վերածելու քաղաքական կապիտալի ու ամբողջ 5 տարին ծախսես նրա վրա, որ վերջում կարողանաս այս ամբիոնից Դավիթ Համբարձումյանին հայտարարել քաղաքալացյալ։ Այն էլի զարմանալի տենց դեմքի առանց միմիկան փոխելու եւ այո պետք է արձանագրել, որ հանրապետական կուսակցությունը ոչ միայն չկարողացավ որևիցե կապիտալ կուտակել, այլ հասավ այն օրի, որ այսօր փորձում է արդեն թաքնվել միասնության թևեր կոչվող ինչ-որ կուսակցության հետևում ու թաքուն տենց մյուս ընտրություններին փորձել էլի սողոսկել ազգային ժողով։ Եվ այո պետք է արձանագրել, որ հանրապետական կուսակցության ստացած շանսի եւ այդ 5 տարիների արդյունքում իրականում իրենցից պատմություն մեջ կմնա զավեշտի վերածված իմպիչմենտը եւ իհարկե Աննա Մկարչյանի ելույթները որպես դասագրքային տիպիկ օրինակ, ինչպես պետք չի ընդհանրապես ելույթ ունենալ։ Շնորհակալ եմ։ Մեծարգո փոխնախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ։ Հայաստանի քաղաքական դաշտում այսօր կրկին ակտիվացել են հին, նոր փաթեթավորմամբ ներկայացվող պրոռուսական ուժերը։
Նրանք փորձում են ներկայանալ որպես ազգային շահերի պաշտպաններ, սակայն իրականում առաջարկում են անցյալի կախվածության եւ միակողմանի արտաքին քաղաքականության մոդելը։ Այս ուժերը տարիներ շարունակ լռել են, երբ մեր ինքնիշխանությունը սահմանափակվում էր, լռել են, երբ ռազմավարական ոլորտները հանձնում էին արտաքին ազդեցությանը, լռել են, երբ անվտանգային համակարգը կառուցվում էր մեկ կենտրոնի վրա։ Իսկ այսօր նույն շրջանակները փորձում են հասարակությանը համոզել, թե հենց իրենք են փրկության ճանապարհը։ Պետք է հստակ արձանագրել, Հայաստանի ապագան չի կարող կառուցվել վախի, կախվածության կամ մեկ պետության քաղաքական օրակարգին ենթարկվելու վրա։ Ինքնիշխան պետությունը չի կարող ծվարած լինել որևէ գերտերության ստվերում։ Քաղաքական ուժը, որը չի տեսնում բազմավեկտոր դիվանագիտության, ազգային արժանապատվության եւ պետական շահի գերակայությունը չի կարող հավակնել հանրային վստահությանը։ Ժամանակն է հստակ ընտրություն կատարելու, անցյալի կախվածություն, թե ինքնուրույն, արժանապատիվ եւ պատասխանատու պետություն։ Ուզում եմ արձանագրել, որ պետությունը միայն տարածք չէ, պետությունը պատասխանատվություն է սեփական ժողովրդի առաջ, բայց ցավոք տարիներ շարունակ մենք ունեցել ենք մի իրականություն, որտեղ հայ օլիգարխները իրենց կարողությունը կուտակել են Հայաստանում, Հայաստանից դուրս, բայց պարտադիր ապրել, ներդրումներ կատարել եւ իրենց ընտանիքների ապագան կառուցել Հայաստանից դուրս։ Վառ օրինակներից մեկը այն է, որ իրենց երեխաները եւ թոռները ծնվել եւ ծնվում են Հայաստանից դուրս։ Նրանք օգտվել են մեր ժողովրդի աշխատանքի արդյունքից, մեր երկրի ռեսուրսներից, մեր շուկաներից, բայց երբ խոսքը հասել է պատասխանատվությանը, սոցիալական աջակցությանը, պետության կողքին կանգնելուն, ընտրել են հեռավորությունը եւ երրորդ պետության շահերին ծառայելը։ Սա պարզապես բարոյական հարց չէ, սա ազգային անվտանգության եւ պետականության հարց է։ Եթե բիզնեսը Հայաստանում է, եթե եկամուտներդ գալիս են Հայաստանի քաղաքացուց, ապա պատասխանատվությունը պետք է լինի այստեղից։ Պետությունը չի կարող լինել միայն շահույթի աղբյուր։ Եվ այդպիսի ուժերին պետք է մերժել։ Շնորհակալություն։